Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս օրերին իրենց մեղրամսի մեջ են գտնվում Արամ Ասատրյանի թոռը Կրտսեր Արամ Ասատրյանն ու նրա կինը Աննան։ Զույգը 3 է մեկնել մեղրամսի, նրանք մեղրամսի համար ընտրել են Մալդիվները։ Զույգը արդեն հասցրել է մի քանի հրապարակում անել ինստագրամյան հարթակում, ցույց տալով, թե որքան շքեղ, յուրօրինակ հանգիստ են ընտրել իրենց համար։ Այսօր Աննան ևս մեկ անգամ հրապարակումով է հանդես եկել, իսկ հրապարակմանը կից գրել է. «Արթնացել ենք դրախտում»։ Հավելենք նաև, որ Աննան երեկ ևս մի քանի հրապարակում էր արել, ցույց տալով ամուսնուն, ով լողավազանում էր։ Նշենք, որ օրեր առաջ հարսանիքից հետո զույգը մի քանի օր մնաց Հայաստանում եւ այդ մի քանի օրը պարզապես չանցկացրեց։ Հարսանիքին հաջորդող 2 օրերը Արամ Ասատրյանն ու Աննան իրենց շուրջն էին հավաքել մի շարք ընկերների, մարդկանց, ովքեր արտերկրից ժամանել էին Հայաստան, նշելու նրանց հարսանյաց հանդեսը։ Հարսանիքից հետո ևս 2 օր նրանք մեծ ուրախությամբ նշում էին, տոնում էին զույգի միությունը։ Մենք ներկայացրել ենք այս բոլոր կադրերը, ներկայացրել ենք նաև կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես է Արամ Ասատրյանի մահացած որդու կինը Կարմենը պարում իր ներկայիս ամուսնու Արտակի հետ։ Նրանք լիաթոք ուրախանում էին։ Հավելենք նաև, որ ավելի վաղ համացանցում հայտնվել էին կադրեր, որտեղ երևում էր, թե ինչպես է Արտաշ Ասատրյանն իր ողջ ընտանիքով մեծ ուրախությամբ վայելում Արամ Ասատրյանի հարսանյաց հանդեսը։ Շատերը մեկնաբանություններում գրում էին, որ Արտաշ Ասատրյանի ընտանիքը կադրից այն կողմ էլ աչքի է ընկնում իր բարի եւ խաղաղ տեսակով։ Շատերը նշում էին, որ Արտաշ Ասատրյանի կինը Աննան այնպես է ուրախանում, ասես իր որդուն է ամուսնացնում։ Ներկայացնում ենք առանձնացված մի քանի կադրեր եւ հարսանիքից, եւ մեղրամսից, եւ մաղթում ձեզ բարի դիտում։